Կար մի ժամանակ, որ թվում էր, թե ամեն բան ավարտված է։ Կյանքը փոխել էր իր տրամադրությունը, դարձել էր ավելի գորշ ու անհետաքրքիր։ Կար մի ժամանակ, որ ոչինչ էլ հետաքրքիր չէր ու չէի տեսնում կյանքի գեղեցիկ գույները։ Բայց մի զանգ ու փոխվեց իմ կյանքի ամբողջ ընթացքը։ Կյանքս նոր գույներ ստացավ, արևոտ ու գեղեցիկ տրամադրությամբ շարունակեցի քայլել իմ կյանքի ճանապարհով։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր մեծ ուրախությամբ իմ տաղավարում հյուրընկալելու եմ գեղեցկուհի, սիրված եւ տաղանդավոր երգչուհի Ինգա Արշակյանին։ Ինգա ջան, համեցեք։ Բարի գալուստ, բարով եք եկել իմ տաղավար։ Շատ ուրախ եւ շնորհակալ եմ, որ այսօր դուք եք իմ հյուրը եւ կարծում եմ շատ սիրուն զրույց ենք ունենալու։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ուրախ եմ ձեզ տեսնել եւ լինել այս տաղավարում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ինգա, այսօր կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, փոքրիկ կանգառներ կվերցնենք, կխորհենք, կզրուցենք, կհուզվենք, կժպտանք ու նորից կանցնենք առաջ ու կհասնենք մինչև այսօր։ Սկսում ենք ձեր կյանքի պատմությունը ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Ես ծնվել եմ քաղաք Երևանում, իմ նախնիները պապայի կողմը մշեցիներ են, մամայի կողմը Վան Էրզրում եւ Խոյ։ Բայց իմ ծնողներն էլ են ծնվել Երևանում, նախնիներն են գաղթած եղել եւ այդպես հանդիպեցին ծնողներս, մայրս մանկավարժ է, հայրս էլ պրոֆեսիոնալ սպորտսմեն էր։ Լողորդ էր, շատ լավ լողորդ էր, բայց խնդիրներ առաջացան ընթացքում եւ նրան արգելեցին լողալ, որտեվ ականջի մեջ խնդիր էր առաջանում, այդ վակուումներ ստեղծվում, մի խոսքով։ Երևի այդպես էլ պետք է լիներ եւ հայրս այլ արհեստ սովորեց եւ ոսկի ձեռքեր ուներ։ Այդպես ինչ որ մեր տանը պատրաստում էր, հորս ձեռքերով էր պատրաստվում, նույնիսկ մեր սահնակներ հայրս պատրաստել, որը մենք շատ սիրում ենք, եւ նույնիսկ մեր բուխարին էր հայրս պատրաստել, մի խոսքով շատ ջերմ հիշողություններ են եւ ինձ համար տղամարդու կերպարը հորս կերտած կերպարն է, որ մայրս ամեն ինչ տան հետ կապված, ուտեստների հետ կապված, ջերմության եւ խոհեմության եւ դրա հետ մեկտեղ շատ իմաստուն եւ խելացի կնոջ կերպարն էր, հայրս էլ ոսկի ձեռքերով այն սյունն էր, որ պահում էր մեր ընտանիքը եւ կարծում եմ հենց դրանում էլ մեր ուժն էր։ Մի խոսքով ծնվեցի մեր ընտանիքում Անունս հայրական կողմս տատիկ պապիկս առաջարկում էին դնեին Լաուրա, այնինչ մայրս ասեց մի րոպե, ես խնդրում եմ մեծ աղջիկաս անունը դուք որոշեցիք Անուշ, այս բaragայում թույլ տվեք ես որոշեմ եւ մայրս որոշեց անվանել ինձ Ինգա, որը կարծեմ նշանակում է ջրահարս, եթե չեմ սխալ։ Այո։ Մանկապարտեզ գնացել եք։ Անպայման եւ մայրս է դաստիարակը եղել մեր Եվ մեր մոտ այսպիսի մի շատ խիստ կանոն կար մամայիս կողմից, որ ոչ ոք չպիտի իմանար, որ մեր մայրն է մեր դաստիարակը, որովհետև մեզ բացատրում էր, եթե դու ասես մամա, պատկերացնում ես մնացած երեխաների ստրեսը, ընկճվածությունը, ինչու է իրենց մաման իրենց կողքին, իսկ մենք մեր մամաներից հեռու ենք։ Բնականաբար, մանավանդ սկզբնական շրջանում արդեն մայր լինելով ես հասկանում եմ, թե ինչքան ծանր են տանում երեխաները այդ ծնողի հետ բաժանությունը։ Եվ մենք իրավունք ունեինք միայն մանկապարտեզի դարպասներից հենց դուրս էինք ասել, մամ, կարելի է քեզ գրկել։ Արդեն հանգիստ խղճով։ Դուք պատկերացնում եք, տեսնեք մամային եւ ոչինչ չկարողանաք ասել եւ առավել մայրս շատ ավելի խիստ էր մեզ հետ, քան մնացածի հետ։ Այնպես որ եւ միշտ էլ եղել է ավելի խիստ եւ ամենախիստ քննադատը մեզ համար։ Այդպես։ Մանկապարտեզից հետո արդեն կյանքը շարունակվում է ու գնում եք դպրոց։ Ինչպիսի աշակերտուհի եք եղել եւ ո՞րն է եղել ձեր սիրելի առարկան։ Գիտեք, գնում ենք, ընդունվում ենք ռուսական դպրոց, այն ժամանակ կային ռուսական դպրոցներ, այնուհետև հեղափոխություն եղավ, փոխվեցին հայկական դպրոցներ դարձան, մենք ընթացքում հասցրեցինք լինել մոտ 1 տարով Ռուսաստանում եւ վերադառնալ եւ կարծես թե մեր հայերեն լեզուն եւ ռուսերեն լեզուն մի փոքր կաղում էին, որովհետեւ կեսը հայերեն, կեսը ռուսերեն, ինչպես եւ ուսուցիչներն էին, որովհետեւ մեր մաթեմատիկայի դասատուն ասում էր երեխաներ գծում ենք գրատախտակի վրա շրջանագիծ եւ դնում ենք տոչկա։ Այո, դնում ենք տոչկա։
Եվ բնականաբար սովորելով ուսուցչից նման խոսելու ձև մեզ մոտել էր կիսահայերեն, կիսառուսերեն, անշուշտ հետո սկսեցինք աշխատել մեզ վրա, բայց ինձ համար միշտ մոտիվացնող է եղել ջութակը եւ երաժշտությունը, քանի որ մեր տանը երաժշտությունը միշտ անպակաս է եղել։ Մայրս մանկավարժական կրթություն է ունեցել եւ մանկավարժ եղել, բայց հրաշալի նվագել եւ երգել է։ Եվ ես կարոտով եմ հիշում, երբ մայրս նվագում էր եւ ստեղծագործում էր նաեւ մի քանի գործուներ, որ նա էր գրել, մենք երգում էինք երեքով եւ ջաշ պատրաստելուց էինք երգում միասին եւ ինչ որ գործանելուց եւ անպայման հավաքվում էինք ընկերներով, ինչու՞ չէ նաեւ այն մութ ու սուրտ տարիներին հարևաններով եւ համերգներ էինք կազմակերպում, նվագում էինք միասին։ Այնուհետեւ Անուշը սկսեց փոխարինել մայրիկիս որպես դաշնակահար, իսկ ես էլ հերոստացույցով դիտում էի տարբեր համերգներ, մասնավորապես ջութակահարների մասնակցությամբ, երբ նվագում էր Օստրախը, Կոգնը, ինչու՞ չէ, հետո նաև Կարոն Հայրապետյան, որը վիրտուոզ էր հայկական երաժշտության մեջ, եւ շատ գեղեցիկ էր դասականի եւ ժամանակակիցի եւ հայկականի այդ ոսկե միջին ներքթել եւ հոգի էր դնում այդ երաժշտության մեջ, դեռ ոչ մեկ չի գերազանցել նրան ինձ համար ըստիս։ Եվ ես մամայից շուղերը վերցնում էի, մանավանդ տեսնում էի ոչ որ բաներ գործում, չէի գտնում, միանգամից քանդում էի ու փորձում էի նրանց նմանակել։ Այդտեղ մայրս հասկացավ, որ ես պետք է երաժշտությամբ շարունակեմ։ Ընդունվեցի ջութակի բաժին եւ երբ լուսումներ անցկացրեցին, այդ սկզբնական քննությունը ընդունելության տնօրենը Մուկուչ Կարպովիչ Աֆրիկյան այն ժամանակ աղթանդամ տղամարդ էր, շատ բոլորս վախենում էինք նրանից, որովհետև շատ խիստ էր, բայց եւ միաժամանակ շատ բարի անձնավորություն, ասաց Բալիկ ջան, մի հատ ձեռքերը տուր տեսնեմ, որ ցույց տվեցի, ասաց դու շատ լավ ձեռքեր ունես, արի դու թավ ջութակ նվագիր։ Ասացի թավ ջութակ, ասաց ջութակի մեծն է, ինչ տարբերություն, ասացի մեծ չեմ ուզում, փոքրն եմ ուզում, այսպես եմ ուզում նվագել։ Եվ այդպես ընդունվեցի ջութակի բաժին, բայց չափազանց ամաչկոտ էի եւ ինչքան էլ պարապում էի այդ հուզմունքից ու վախից, ձեռքերս քրտնում էին, ես ինձ կորցնում էի, դողում էի եւ բնականաբար որ հուզվում ես եւ վախենում ես, կեսը մոռանում ես։ Սովորում էի Կարինե Սուրեննայի մոտ, որը կանացիության եւ պրոֆեսիոնալիզմի եւ քնքշության մի կերպար էր, բայց նրանից էլ էի վախենում, մի խոսքով անընդհատ վախենում։ Անընդհատ վախերով, բայց մեծ սիրով։ Ահա, եւ մեծ սիրով եւ քննություններին ես գիտեմ, որ լավ եմ նվագում, կեսը կորցնում, ստանում եմ վատ գնահատականներ, վախի պատճառով։ Այդ պարագայում արդեն հասկացանք, որ ինձ այլ մասնագետ է պետք, երբ գնացինք մեկնեցինք Ռուսաստան եւ վերադարձանք, իդեպ այնտեղ ջութակի չէի գնում, այլ գնում էի գիտարի եւ բալալայկայի, որովհետեւ այդ վայրում ջութակի ուսուցիչ չկար։ Վերադարձանք եւ ես ընդունվեցի Գրիգոր Բարսեղյանի մոտ, ով շատ գյումրեցի, այսպես շատ լավ կոլորիտով մարդ էր։ Եվ ասեց, ինքը լավ մանկավարժ էր, շատ լավ մանկավարժ էր։ Ասաց, այսպես չի եղնի, ինգա ջան, ինչը բարաբաց չեղնիս։ Ասաց եւ ասաց, պիտի դուրս գանք Բաքում նվագես, փողոցում։ Պյուպիտրը վերցրեց, նոտաներով տարավ դրսում դրեց, անցորդներ են գնում են գալիս, ես պետք է դրսում նվագես։ Ասեցի, ինչպես, ախար հետաքրքիրել չի, ինչ գամա դնեմ նվագեմ կամ էցուտ։ Ու ես գիտեմ մոտ չի ստացվի վատա լինելու, հիմա ֆալշեր եմ նվագելու։ Ասաց, կապ չունի, մի հատ մոռացի, դատարկություն է, դու ես նոտաներդ են եւ ջութակը։ Կուզես ես էլ գնամ, բայց դու պիտի այստեղ նվագես։ Երթամ, ասեցի, չէ։ Մի խոսքով, այդպես կամած եւ ամեն դասը մոտ կես տարի մենք դրսում էինք պարապում։ Ինձ համար սկսեցին դադարել այդ վախերը եւ ես չէի նկատում մարդկանց առհասարակ։ Կարծես չքվեին այդ ամեն, հետո կամած եկանք ֆոե, որտեղ ծնողներն էին նստած այսպես մեր երեխաներից միշտ համեմատություն է, չէ՞, գնում ծնողների մոտ, կարծես ինչ-որ մրցակցություն լինի, բայց ինձ համար դա կարևոր չէր։ Հետո դասարան,
հետո արդեն միշտ լավ արդյունքներ, միշտ համերգներ եւ բացի այն, որ արդեն որպես ջութակահար ելույթ ունենում, արդեն հենց թաղապետարաններ հրավիրում խոշոր միջոցառումների որպես լավ աշակերտ դպրոցի եւ արդեն որպես կոնֆերանսիա ելույթ ունենում հենց համերգներն եւ այլն, որովհետեւ այդ կար հուզմունքը չափազանց այդ սրտի բաբախը, որ քեզ կորցնում ես, բայց կարողանում ես հավաքել, կենտրոնանալ, սևեռել ուշադրություն մի կետի եւ աշխատել հանդիսատեսի հետ, կարծես մեկ մարդու հետ, մեկ ամբողջականության հետ եւ այդպես հաղթարեցի։ Իսկ այդ ժամանակ որ նվագում էիք, սիրահարված էիք ջութակին, նրա հնչյուններին, չեք զգում, որ դուք նաեւ շատ սիրուն երգում եք։ Ես չէի երգում առհասարակ։ Հենց դա է, էլի շատ հետաքրքիր, որ սկսել եք ձեր ճանապարհը, երաժշտական ճանապարհը գործիք նվագելով, ջութակին սիրահարված լինելով, եւ հետո մի օր արդեն բացահայտում եք ձեր երգելու տաղանդը։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Գիտեք, հանգամանքների բերումով երբևէ չէի մտածի, որ հիմա այսպես կխոսեմ, բայց մենք ունեցել ենք եւ բոլորս ունենք երազանքներ, բայց երբ որ դրանք չեն կատարվում, մենք հաճախ կոտրվում ենք։ Եվ այն ժամանակ քույրս սովորում էր Դաշնամուրի բաժին, ես ջութակի բաժին, երաժշտական դպրոցը ավարտելով էքստերն արդեն, ընդունվեցի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ ամենավառ եւ պայծառ լուսավոր տարիներն էին ինձ համար, ոչ միայն որպես երաժիշտ կրթություն ստանալով, այլ ընկերություն ձևավորելով, մտերիմ շրջապատ ձևավորելով, դասախոսական կազմի հետ, կարծես մի ընտանիք լինեինք եւ հիմա հաճախ որ գնում ենք ուսումնարան, դասախոսները տեսնելով ասում այ հիշում եք մեր ամենավառ սերունդն եք եղել, որովհետև եւ կավե էմներ արեցինք, կլուբ վիսյոլխի մուզիկալներ, հետաքրքիր նախագծեր արեցինք, ոչ միայն ամբողջը այդ ընթացիկ ուսումներ, այլ ուսանողական հետաքրքիր, բայց զարգացնող ծրագրերն էին եւ առողջ մրցակցությունը, որը ապահովում էր նաեւ աճը։ Ընթացքում մենք ընդունվեցինք երգի պետական թատրոն, բայց պապաս դեմ էր, որ մենք երգենք։ Պատճառը երգեցողության եղել է Անուշը, Անուշը միշտ երգել է, Անուշը միշտ ստեղծագործել է եւ փոքրուց էլ նույնիսկ ունենք որոշ ձայնագրություններ պահպանված իր երգերով, որ նոր էր սկսում։ Պապ դու հասկանում ես, ես երազանք ունեմ, ոչ, հայկական ավանդական ընտանիքում դու կգնաս կամուսնանաս եւ երեխա կպահես եւ երաժշտական դպրոցում կաշխատես, եթե դու ուզում ես, որ շարունակես երաժշտական։ Բայց դու չես հասկանում, մենք երազանքներ ունենք։ Երկար բարակ մտածելուց հետո հայրս դե յուրաքանչյուր ծնող ուզում է, որ երեխայի երազանքը մի օր կատարվի եւ ասում է լավ, մենակ մի պայմանով, եթե ես կամ մայրդ միշտ ձեր կողքին լինենք։ Եվ ասում ենք լավ, սկսում ենք, արդեն Անուշը սկսում է երգեր մշակել, ես միշտ եղել եմ երկրորդ ձայնակցող, գեղեցկացնող, այսպես ասեմ, եւ ականջս էլ էր այդպես զարգացել։ Իմ ջադոց բավական դժվար է երգչախմբում երգել եւ չշեղվել։ Դրա համար էլ երաժշտական դպրոցում միշտ կան երգչախմբեր, որպեսզի մտածողությունը երաժշտական մոնոդիկ չզարգանա, այլ հարմոնիկ եւ դու կարող ես հարմոնիան լսել եւ տարանջատել յուրաքանչյուր ձայնը։ Մի խոսքով ու հասկացանք, որ էլի բավական բարդ ուղի է, կարծես թե փորձում ենք հրաժարվել այդ ճանապարհից եւ հանկարծակի Անուշի համադասարանցին Բելան ասեց երեխեք գնում ենք ամանորյա հանդիպումներին երգի պետական թատրոն որպես հանդիսատես հետաքրքիր է գնանք լսենք եթե տեսնենք ինչ է կատարվում, հա, ինչպես կարելի է, ինչ են երգում առհասարակ, մանավանդ որ դուք էլ դասական կրթություն ունեք եւ մենք այլ ոճի երաժշտություն ենք երգում, մենք երգում ենք Կոմիտաս, Անուշի մշակումներով, որոնք այդպես մոդայիկ չէին առաջ մոդայիկ էր Մերայա Քերին, առաջ մոդայիկ էր Ուիթնի Հյուսթոնը, որին ես պաշտում եմ շատ, որը վոկալի եւ մի խոսքով արտասահմանյան երաժշտություն էր մոդայիկ, այո։ Ինչ որ չափով
չեմ ասի մոռացության էր մատնվել, բայց շատ դասական էր հայկական երաժշտությունը։ Մերանգուլյանի անսամբլներին համապատասխան օրինակ կամ Լուսիկ Քոշյան կամ եթե վերցնենք, հա, ոչ կոմիտասյան ոճը, այլ վերցնենք աշուղականը, կային պրոֆեսիոնալ անսամբլներ, որոնք չէին միքսում տարբեր ոճերի հետ, այսինքն ժամանակակիցի հետ, եւ վախել կար փչացնելու դա, որովհետև մի քիչ շեղում ես, մի քիչ այս կողմ այն կողմ, արդեն հանդիսատ ես, այս ինչ են արել։ Այո, սկսվում են արդեն վատ մեկնաբանությունները, վատ կարծիքները։ Եվ մեզ համար մենք այն ժամանակ չենք մտածում ռիսկերի մասին, մենք ուղղակի անում ենք ինչ որ մեզ դուր էր գալիս։ Երբևէ մենք ուղղակի սիրելով անում ենք դա։ Երբևէ ոչ մի պրոդյուսերական հաշվարկ չի եղել, որ պետք է այսպես անել, այսա կանցնի հանդիսատեսի մոտ, այս գործիքը դնենք հիմա մոդայիկ է կամ այս մելիզմը անենք կամ այսպես նկարենք, որպիսի դուր կանք հանդիսատ։ Երբևէ նման բան չի եղել։ Ուղղակի մենք եղել ենք միշտ այնպիսին, ինչպիսին կանք, եւ համերգի ժամանակ հետո հասկացանք, որ այդ ավանդույթը միշտ էլ եղել է։ Անիտան մոտենում էր հաղորդավարուհին, մոտենում էր հանդիսատեսին եւ հարցնում էր ով ինչ հարց ունի գեղարվեստական ղեկավարին Արթուր Գրիգորյանին։ Եվ մենք խելոք նստած էինք, դե ուսանող էինք, ճիշտն ասած, այդպես ընկերուհին էլ հրավիրել էր, թանկ տոմսեր չէր գնել։ Այսպես սյուն էր։ Սյունի ետևից ամեն բան չէր երևում։ Երկի թատրոնի դահլիճի սյունն էր։ Հա, սյուներ կան, չէ, երկի թատրոնում։ Եվ այսպես ընկերուս մենք հարց ունենք բղավելով։ Զարմացանք, բել, ինչ հարց ունես։ Ու Անիտան մոտեցավ, ասաց, ես չէ, իրանք մեր վերևում էր նստած, ասաց, մենք հարց չունենք։ Այս աղջիկներ հիմա հարց ունեք, թե ոչ։ Անուշ իրեն չկորցրեց։ Այո։ Խնդրում եմ, պարոն Գրիգորյան, ասացեք մեզ, Եկմալյան, Կոմիտաս, թե Սայատնովա։ Գրիգոր մտածեց, ասաց, դե բոլորն էլ մեծություններ են, բայց դե Կոմիտաս իհարկե։ Ու Բելան, իրանք երգում են։ Մենք կարծես թե մեզ կորցրեցինք, Բելա, մեզ անհարմար վիճակի մեջ ես դնում, մենք այսպես բաճկոններով, շարֆիկներով, գլխարկներով, բոլորը մի պատրաստ չէինք, ասեցին, հա, երգում եք աղջիկներ, դե եկեք բեմ խնդրում եմ։ Մեզ բեմ հրավիրեց, մի մոգական մի բան կատարվեց, չգիտեմ։ Մեզ միկրոֆոնները տվեցին, մենք նույնիսկ այդ միկրոֆոնը բռնելու ձևը չգիտենք, որտեղ պահել, ինչ անել, ինչպես։ Անշուշտ բեմի վրա մեզ պահել գիտենք, բայց դասական բեմը այլ է։ Այն տարբերվում է, դասական բեմում ավելի հավաքված ես, ավելի կեցվածքդ ուրիշ է, հանդիսատեսի հետ գրեթե չես աշխատում։ Այո, ավելի ուղիղ ես։ Այո։ Այո, իսկ այստեղ սովորեցնում են այս բեմը մի քիչ այլ է, ավելի մտերմիկ է գուցե։ Երկեցին Կոմիտաս, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց եւ շուտ 10 րոպե ծափահարությունները կանգ չէին առնում։ Եվ Գրիգորիչ ասաց, աղջիկներ, դուք ընդունված եք թատրոն։ Մենք ընդունվեցինք այդպես թատրոն միանգամից աշխատանքի։ Բրավո։ Առանց դե երևի դե վստահ եմ, որ մեր կրթությունը ապարդյուն չէր անցել եւ մեր երաժշտությունը վերին մեծության երաժշտության մենք միշտ խոնարհաբար ենք մոտեցել եւ շատ զգուշորեն եւ միշտ ֆոլկլորագիտության ամբիոնի ղեկավարների հետ եւ դասախոսների հետ յուրաքանչյուր գործ պատրաստելուց ցույց ենք տվել, որպեսզի հանկարծ որևէ մի բան չխախտենք, որևէ մելիզմ, որևէ նոտա, որը կարող է տանել հարևան երկրի, որովհետև ինչ էլ ուզում ես անես, եթե դա եղել է օրինակ Սովետ միության ժամանակաշրջանի երգեր, վստահաբար կոլխոզնիկ տղան կա երգերի մեջ, չէ։ Այո։ Ինքը ներթափանցում է այդ կուլտուրան խոսակցական, եթե ֆոլկլորը ինչ է, գյուղացու ստեղծած, ժողովրդի ստեղծած երաժշտությունն է եւ կուլտուրան։ Դա ներթափանցում է եւ եթե առաջ եղել են մեր հարևանների հետ, բնականաբար կռիվանելու կարիք չկա, որովհետեւ նրանց ներթափանցել են, իհարկե։ Եվ միակը Կոմիտասն է եղել, որ կարողացել է տարանջատել հայկական երաժշտական մտածողությունը եւ այդ խաղիկներից մաքրել է, զատել է, նույնիսկ տեքստային է աշխատել, որ այս տեքստերը, այս խոսքերը չպիտի լինեն, սա մերը չի։ Այո։
Մի խոսքով, ու այդպես ընդունվեցինք Երգի պետական թատրոն։ Սկսվեց երաժշտական կարիերան։ Սկսվեց երաժշտական կարիերան։ Բայց ես չէի դադարում երազելուց ու նաև նվագում էի որպես ուսանող Աճեմյանի անվան ջութակարների անսամբլում, աշխատում էի այնտեղ նաև եւ շատ ջերմորեն եմ հիշում կոլեկտիվը նաև ամենափոքրն էի, բոլորը բավական կոնսերվատորիան ավարտած, իսկ ես ուսումնարանում էի դեռ սովորում։ Ինգա, հիմա դուք ավելի կջերմանաք ու ավելի ջերմորեն կհիշեք ձեր ուսանողական տարիները, որովհետև մեզ մի հյուր է միանալու, անակնկալ հյուր ունենք, ով գալիս է տաղավար զրույցի այս հատվածին միանալու։ Սոնա Պողոսյանն է մեզ միանում, համակուրսեցի, եթե ես չեմ սխալվում։ Սոնա, համեցեք։ Համեցեք։ Բարև։ Ինչ լավ անակնկալ եք։ Բարով եք եկել մեր տաղավար։ Համեցեք, նստեք, Սոնա ջան, բարի գալուստ։ Շնորհակալ եմ անակնկալի Մենք ենք շնորհակալ, որ Սոնան եկել է։ Ինչ լավ որ ստացվեց անակնկալը։ Դուք միասին եք սովորել։ Այո, մենք միասին ենք սովորել 98 թվականին ընդունվել ենք Արնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, այսինքն 28 տարի է մենք իրար ճանաչում ենք, ընկերներ ենք։ Ինչպիսի ուսանող էր Ինգան։ Փայլուն։ Շատ պրոակտիվ, շատ ակտիվ, շատ կազմակերպված, շատ լավ ընկեր, ուսանողական ու մինչ օրս շատ լավ ընկեր։ Իսկ մարդկային փոխհարաբերություններում այդ տարիներին ինչպիսին էր, նա ավելի այսպես ինքն իր համար, ինքն իր արվեստով, ինքն իր կրթությամբ, թե ավելի աշխուժ, ավելի, չգիտեմ, այսպես ստեղծարար, բոլորին հավաքող, ինչպիսին էր Ինգան։ Գիտեք, Ինգան միշտ է եղել ակտիվ ու միշտ եղել է իր շուրջը հավաքող, կազմակերպող տեսակ։ Ինձ թվում է, այդ իհարկե տարիների ընթացքում զարգացել է, մենք իրար տեսել ենք պատանի ու տեսել ենք իրար զարգացումներ տարբեր էտապներում կյանքի, ինքը միշտ է եղել ստեղծագործ ու իր շուրջը հավաքող տեսակ։ Հիմա պատկերացրեք Ինգան մեր տաղավարում չէ եւ մենք զրուցում ենք Ինգայի մասին ու ինչպիսին է նա, ինչպես կբնութագրեք Ինգային։ Ես երևի ավելի դու լսի էլի։ Ես ավելի կազմակերպված մարդ իմ կյանքում չեմ հանդիպել, անկեղծ եմ ասում։ Ինքը գերբնական ուժ ունի, ներքին ներուժ ունի ու ինձ միշտ զարմացրել է, ոչ միայն ինձ, մեր ընկերներին նույնպես, ոնց է մի մարդը կարողանում իր առօրյա անհավանական քանակության գործառույթները կատարել այնպես, ինչպես ինքն է կատարում ու ժպիտը դեմքին, առանց տրտնջալու։ Ինգային ինչքան դուք գիտեք որպես տաղանդավոր արտիստ բեմում, ինքը էլ ավելի տաղանդավոր մարդ է կյանքում իր առօրյայում, հավատացեք։ Այդ հմտությունների շարքը, որ ունի Ինգան, չունի ոչ մեկ։ Մնա Ինգա ջան։ Այդպեսին է Ինգան։ Ու ինքը շատ արդար ու ազնիվ մարդ է, շատ լավ ընկեր է։ Ես արդեն նկատեցի դա։ Ու արժանապատվության շատ բարձր զգացողությամբ մարդ է։ Ու սա միայն իմ կարծիքը չի որպես ընկեր, մենք 5 ընկերներ ենք, ընկերուհիներ, ես համարում եմ, որ սա մեր հավաքական կարծիքն է, Ինգայի մասին կարող եմ ինձ այդպիսի բան թույլ տալ ասել, այնպես որ մենք շատ ուրախ ենք, ես շատ ուրախ եմ, որ Ինգան իմ կյանքում կա ասենց մարդկա ինձ կա։ Մենք էլ ուրախ ենք, որ Ինգայի նման լավ արտիստ ունի Հայաստան աշխարհը եւ մենք։ Ընկերության արժեքը ինչի մեջ է եւ ինչպես պետք է պահել ընկերությունը, ինչ պիտի անել ընկերության համար կամ ինչ չանել։ Ես կարծում եմ առաջին ազնվությունն է եւ ընկերության մեջ չպետք է սպասելիքներ ունենաս եւ չպետք է ակնկալես որևէ բան։ Ուղղակի պետք է լավ ընկեր լինես եւ ինձ համար առհասարակ ուզում եմ հավելել քեզ Սոն ջան, որ ինչքան ես կազմակերպված եմ եղել, դա փոխադարձ է եղել, որովհետեւ այնինչ արել ենք մենք ուսանողական տարիներին, մենք 5-ով, մեր կուրսով, մեկս մյուսի բռնած եւ ուսման մեջ, եւ ընտանիքում, եւ ամեն հարցում մենք իրար բռնել ենք եւ իրար հետ ենք քայլել եւ ես կարծում եմ դրանով էլ հաջողվեց եւ մեր ընկերությունը
եւ առանց ակնկալիք սпасելու մեկս մյուսից, ես կարծում եմ, որ դա է արդարը եւ սիրել յուրաքանչյուրս մեկս մյուսի սիրել ենք այնպեսին ինչպեսին կանք եւ որևէ կերպ չենք փորձել մեկս մյուսի փոխենք յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով անշուշտ Սոնան երաշտական կրթություն ունի, բայց հիմա բարձր ոլորտում իր ոլորտում բարձր որակավորված մասնագետ է։ Մյուս ընկերուհին ճարտարապետ է, շատ լավ դարձել։ Մյուսը Սոնան դարձել է շատ լավ հաղորդավարուհի եւ շատ լավ պրոդյուսեր։ Լուսինեն նվագում է Գերմանիայում լավագույն օրկեստրների հետ եւ որպես մենակատար, այնպես որ կարծում եմ յուրաքանչյուրս կայացել է իր ոլորտում, բայց երբ որ մենք հավաքվում ենք իրար հետ, մենք բոլորս մոռանում ենք այդ ամեն ինչի մասին, որովհետև ուղղակի մենք վայելում ենք այդ ժամանակը եւ մեզ հաճելի է իրար տեսնելը եւ մենք հաճախ չենք հանդիպում, ցավոք, որովհետև յուրաքանչյուր շատ զբաղված է եւ կենցաղը եւ ընտանիքները եւ աշխատանքը եւ ամեն ինչը, բայց մենք ընկերություն ենք անում ոչ միայն արդեն 5-ով, այլ 3 սերունդով։ Մեր երեխաներով, մամաներով եւ որագիր ունենք, խմբային չաթեր ունենք, որ հենց 3 սերունդ է կոչվում, այդ շատ ուրախ հավաքներ են, շատ միասին քաղաքից դուրս պետք է մեկնենք ամեն տարի հավաքվում ենք իրար հետ եւ ուզում ենք որ մեր երեխաները այո տրադիցիաներ ունենք արպես մենք նույնիսկ ընկերության օր ունենք այս տարի չնշեցինք բայց այս տարի կնշենք իսկ որ օրն է ձեր ընկերության փետրվարի 14-ը հրաշալի օր եք ընտրել այո եւ ես շատ եմ գնահատում եւ ինձ համար մեր ընկերությունը շատ թանկ է որովհետեւ զատ կարիերայից, զատ աշխատանքից, ի վերջո դու գալիս ես տուն, ընտանիքդ, ընկերներդ, քո շրջապատը, ովքեր քեզ լցնում են, ովքեր քեզ թև են տալիս, ովքեր քեզ ուժ են տալիս, որովհետև դու երբ լցվում ես այդ ուժով եւ այդ հավատով եւ հիմա Սոնայի խոստովանության շնորհակալ եմ, դա անշուշտ քեզ զինում է, որպեսզի դու շարունակես աշխատել նույն ոգով եւ չկոտրվես։ Իսկ կոտրվելու հանգամանքները շատ են։ Այո։ Սոնա, Ինգան եւ Անուշը հրաշալի երգեր ունեն։ Այո։ Այս երկու տաղանդավոր մարդկանց ձայները հնչում են, չգիտեմ ինչ երանգով, ինչ փայլ ունեն, հա, այդ ձայները իրենց մեջ։ Նրանց երգացանկի ամենասիրելի երգը որն է ձեր։ Ոյ, ես գիտեք, չէ, Ինգայի ու Անուշի ետնաբեմյան երգերն եմ շատ սիրում, երբ որ մենք հավաքվում ենք։ Ու իրանք մենք միշտ ենք երգում միասին, ուսումնարանի տարիներից սկսած չկար տենց միջոցառում, որ մեզ չհրավիրեին, մենք ունենք մեր երգացանկը, Սարերի հովին մեռնեմ, Հովարեք Սարեր ջան, Beatles-ից ունենք, այս գիշերը Beatles-ից ունենք, ու մենք ամենտեղ կայենք, միշտ երգում ենք, ու ես մեր հավաքների իմ ամենասիրած կտորը դա այնա, երբ որ իրենք սկսում են երգել։ Ինչ կմաղթեք Ինգային։ Ինգային մաղթում եմ մեծ բեմեր, որովհետև նման տաղանդավոր մարդը, երաժիշտը, երևի թե մեկ այլ երկրում կգրավեր առաջի աշխարհի, այո, աշխարհի առաջին սանդղակները բոլոր, չգիտեմ, տոպերում, ու ինքը արժանի է միանշանակ ամենաբարձր գնահատանքի ու ամենայն հաջողության, սրտանց ամեն կերպ, եթե հնարավոր է աջակցել այդ ուղիում ինչ-որ կերպ, ես միշտ պատրաստ եմ, մենք բոլորս պատրաստ ենք, եւ իհարկե ներքին բավարարվածություն, այդ բոլորիս եմ մաղթում, որովհետեւ դրանից կարևոր բան չկա, մարդը պետք է սիրի իր աշխատանքը եւ դրանից հաճույք ստանա։ Շնորհակալ եմ, Սոնա, սիրելի հեռուստադիտող, մեր զրույցի այս հատվածին միացել էր Ինգա Արշակյանի ընկերուհին, կուրս ընկերուհին Սոնա Պողոսյանը։ Կարճատև դադարեք վերցնում, հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր այս գեղեցիկ եթերը։ Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հեռուստադիտող, շնորհակալ եմ, որ դուք կաք, որ այսքան ակտիվ եք, հետևում եք մեզ թե հեռուստաեթերից, թե մեր YouTube-յան ալիքում։ Եթե այս եթերը
չեք հասցրել ամենասկզբից դիտել, անմիջապես գնացեք YouTube, այնտեղ փնտրեք Արայիկ Համբարձումյան էջը, գտեք, դիտեք բոլոր եթերները եւ չմոռանաք թողնել ձեր կարծիքներն ու մեկնաբանությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը, մեր զրույցը։ Այսօր իմ տաղավարում մեր շատ սիրելի երգչուհի Ինգա Արշակյանն է։ Ինգա, գնանք առաջ, քայլենք ձեր կյանքի ճանապարհով։ Այսօր 2 բալիկ ունեք։ Այո։ Ձեր մեծը դուստերն է։ Այո, Մարիան։ Քանի տարեկան է Մարիան։ Արդեն 10։ Իսկ փոքրը։ Փոքրը 1 ամսից 8 տարեկան կլինի։ 8 տարեկան։ Կպատմեք ձեր ստեղծած ընտանիքի մասին։ Ինչպես ծանոթացաք, որտեղ եւ երբ որ ձեր առաջնեկը ծնվեց ու գրկեցիք նրան, ինչ զգացիք այդ պահին։ Ցավ։ Որովհետև բավականին բարդ ծննդաբերություն էր, բայց լավ, դա դնենք մի կողմի։ Անշուշտ դա մեծ երջանկություն է։ Բալիկները գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ վերջ հերիք է, ես հոգնել եմ ճամփորդություններից, հոգնել եմ բեմից, հոգնել եմ, իսկապես ուղակի հոգնել եմ, որովհետև պահ է լինում, որ դադար է պետք։ Եվ ես հասկացա, որ ես ինձ ուզում եմ նվիրել ընտանիքին։ Հասուն տարիքում եմ ամուսնացել եմ բնականաբար սիրելով, բայց բավական երկար ինձ համոզեցին, որպեսզի ես հանձնվեմ։ Ամուսինս բավականին համբերություն ուներ, որովհետև մերժել եմ մի 2 անգամ, այնուհետև միևնույն կարողացավ գրավել ինձ, գրավել իր համառությամբ, ուշադրությամբ եւ անշուշտ սիրով, եւ ես հասկացա, որ եւ միշտ էլ մտածել եմ այդպես, որ ամենակարևորը թե մարդու ներքին հատկանիշները, թե ով է դիմացինդ, եւ ոչ թե այն, թե ինչ ունի նա ներկա պահին։ Որտեւ այդ պահին մարդ կարող է ուղակի վատ դրության մեջ լինի կամ ուղակի չի ստացվել, բայց եթե մարդ համառ է, եթե ունի ձգտումներ, եթե ունի այդ վեկտորը ուր է ինքը շարժվում, եւ քայլ առ քայլ, թեկուզ դանդաղ, վստահաբար նա կհասնի հաջողության։ Եվ այդպես մենք ընտանիք կազմեցինք, ծնվեց առաջնեկը Մարիան, մի փոքր դժվար է եղել ինձ համար, մանավանդ վերջին ամսում ես գրեթե չէի քայլում, որովհետև պտուղի դիրքն էր այնպիսին, որ ինձ ցավ էր պատճառում ուղղակի քայլեր անելը, բայց փառք Աստծո ծնվեց հրաշալի առողջ մի բալիկ, որի հետ ես փորձում էի ընկերանալ հենց առաջի օրվանից։ Եվ դա ընկերության մեր հաջողությունը եղավ, երբ որ ես սկսեցի երգել նրա համար, որտեվ ծննդատան երբ բերեցին երեխային, անդադար լացում էր, կաթիկը չէր ուտում, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ, ես նրա աչքերի մեջ նայեցի, հենց հասկացա, որ մեր հայացքները հանդիպեցին, ես սկսեցի ուղղակի լացելով, որտեվ այլ չգիտես ինչ անես այդ երեխային, որ կաթ ուտի, որովհետև լավ չի, որ ինքը չի ուտում, որտեվ քաշա կորցնում եւ այլն, սկսեցի երգել նրա համար, նա լռեց, նայեց աչքերիս մեջ ու հանդարտվեց մի անգամից եւ հասկացա, որ ես իր բարեկամն եմ, շատ հեռու մարդ չեմ, եւ այդպես ամեն դե փոքր է, երեխա է, նորմալ է, որ սկսում էր լաց լինել, ինքը ուներ իր playlist-ը, այսպես կոչված արդեն, օրորոցայինների ցանկը, տարբեր լեզուներով ու հենց որ դուրը չէր գալիս, լաց էր լինում կամ մի դժգոհություն էր հայտնում, միջև գալիս էինք այն երգին, որը ինքը ուզում է լսել։ Եվ սիրում էր ջազային ստեղծագործություններ մինչ օրս, եւ սիրում էր բարդ խաղիկներով մեղեդիներ, որը իրան կլանում էր եւ կարծես մեդիտացիայի էր ենթարկում, որ ինքը հանգստանում էր, խաղաղում էր եւ քնում էր։ Տղաս ավելի հեշտ էր տղայիս հետ։ Նրա համար կարևորը փորիկը կուշտ լիներ եւ չոր լիներ տակը, այդքանը։ Բայց կրկին շատ երաժշտական է, շատ այսպես արդեն փոքր տարիքում ինքը տղամարդ էր, արդեն հստակ ինքը գիտեր ինքը ինչ էր ուզում, երբեք լաց չէր լինում, շատ լուրջ էր, եւ ինքը տղամարդկանց հետ էր ընկեր, հենց տղամարդ էր գալիս, մենք ես ուզում եմ գնամ իր մոտ, շփվեմ, խաղամ, ինչ-որ մի բան անեմ։ Իրանք շատ տարբեր են, շատ երաժշտական են երկուսն էլ, իմ աշխարհն են։ Այո։ Սոնան քիչ առաջ նշեց, որ
եթե լիներ համաշխարհային, ապա մեծ բաների կհասներ, ես կարծում եմ, որ սա իմ աշխարհը։ Իմ երկիրն է, իմ աշխարհը, իմ ընտանիքը, իմ ընկերները։ Եվ ես փորձեցի օտար երկրում, բայց հասկացա, որ դա իմը չէ։ Ես ինձ վատ եմ զգում այնտեղ, ես ինձ ընկճված եմ զգում այնտեղ։ Ես իմ գործով չեմ զբաղվում, նույնիսկ պահ կար, որ COVID-ի ժամանակ տարիները բոլորի համար դադար էր, մանավանդ բեմի մարդկանց համար, արդեն մտածում եմ ինչ անեմ, գնամ հաշվապահություն սովորեմ, որովհետև միակ աշխատողները հաշվապահներն էին և սննդի ոլորտը։ Սննդի ոլորտը արդեն էստի տան ոլորտը սննդի ինձ բավական է, չնայած լավ է ստացվում, արի հաշվապահություն, երկրորդ մասնագիտություն է պետք սովորել։ Հաշվապահական օֆիսում նստելով մոտ 40 րոպե ես փախել եմ այնտեղից, որտեվ դա ինձ համար այդ թվերի մարդկա այդ թվերը իրենց համար երաժշտություն լինեն, իրենք հանգստանում են, ուրեմն դա իրենցն է։ Իսկ ես փախել եմ այդտեղից, հասկանալով, որ դա իմը չէ։ Եվ պահ եղավ, որ արդեն մոտ 6-7 տարի ապրելով նահանգներում հասկացա, որ ես այնտեղ խեղդվում եմ ուղակի, ես ինքս ինձ կորցնում եմ։ Եվ վերադարձանք արդեն ընտանիքով Հայաստան, մամայիս մոտ, հարազատներիս, ընկերներիս եւ թևերս բացվեցին։ Այո։ Հիմա էլ կբացվի մեր այս գաղտնի արկղը, որը իր մեջ շատ գաղտնիքներ է պարունակում, իդեպ այստեղ է նաև ձեր նամակը, ձեզ ուղղված նամակը, որը մենք նախագծի ավարտին կբացենք, բայց մինչ նամակին հասնել այստեղ այսինչ հավես բաներ են բերել, թաքցրել։ Այ իջիվ կար, ես որտեղից եք գտել։ Էլի կա։ Այս տղայիս կոշիկներն են։ Իսկ սրանք։ Սա աղջկաս կոշիկներ։ Օ, շատ հուզիչ է։ Հաստատ մաման է տվել։ Մենակ մաման գիտեր իրանց տեղը։ Ձեր բալիկների կոշիկներն են։ Այո, Փոքր տարիքի։ Իմ ձագուկների կոշիկներն են։ Հրաշալի։ Կարծես բրիլոկ լինեն։ Որ մեքենաների մեջ կապում են։ Գալիս, որ այսքան փոքր են եղել։ Հիմա աղջիկս գրեթե իմ բոյին է արդեն։ Տղաս էլ խոշոր է, բայց խոսքով վաղուց չէի տեսել։ Դե տեսեք։ Շնորհակալ եմ։ Ինգա կյանքի արժեքները ինչի մեջ են, որտեղ է այդ գլխավոր արժեքը ապրելու իմաստը։ Շատ երևի տարածված մի բան կասեմ։ Բայց սիրելու մեջ է։ Որտեվ սերը լույս է, սերը հավատ է, սերը արդարություն է, սերը այդ մեկ բառով կարող ես հազար ու մի գծեր տանել, որոնք արժեքներ են ինձ համար, եւ ընտանիքում, եւ միջավայրում, եւ աշխատանքում, եւ ամեն օր, որտեղ չկա սեր, այնտեղ արդեն խավար է, այնտեղ արդեն էգոիզմն է գլուխ բարձրացնում, ամեն ինչ պետք է անես սիրելով, բայց չմոռանաս նաեւ քեզ սիրել։ Ճիշտ է։ Որտեւ եթե ինքնամոռաց սիրում ես, այդ սերը նաեւ կարող է վնաս պատճառել։ Ես իմ փորձից եմ ուղակի ասում, իմ գանձերը, իմ ձագուկները, աշխատանքը եւս եւ ամեն հարցում, եթե ինքնամոռաց նվիրվում ես, դու դրանով առաջին հերթին նաեւ քեզ ես վնասում, որտեվ դու քո մասին մոռանում ես։ Դու մոռանում ես քո առողջության մասին, դու մոռանում ես քո աշխատանքի մասին, դու ուղակի մոռանում ես նույնիսկ քնելու մասին, մի պահ հանգստի մասին։ Դրա համար մենք առաջինը կարծում եմ որ եթե սիրում ենք մեր մտերիմներին, մենք պետք է առաջինը սիրենք մեզ, որպեսզի կարողանանք հասնել նաև դիմացինին։ Ես դրան եկել եմ, որովհետև եթե անում եմ մի բան, անում եմ միջև վերջ եւ ինքնամոռաց եւ պերֆեկցիոնիստ եմ, ես ու հասկացա, որ եթե ես երեխայիս համար անում եմ միջև վերջ սա, ես նրան զրկում եմ ցանկությունից ուղակի եւ մոտիվացիայից եւ նպատակից, որովհետեւ եթե ամեն ինչ տամ այդ երեխային, նա կդադարի նույնիսկ մտածելուց։ Սակա, ես ոչինչի կարիք չունեմ։ Եվ դրանով մենք նրան ուղակի հաշմանդամ ենք դարձնում։ Շատ գեղեցիկ մեկնաբանեցիք, շնորհակալ եմ։ Ինգա, դուք եւ Անուշը շատ գեղեցիկ երգեր ունեք եւ բոլորը ես անձամբ հիանում էի ձեր կատարումներով եւ իմ երգացանկերի մեջ
իմ լսելի երգացանկում ձեր բոլոր երգերը կան, անգամ ես անգիր գիտեմ երգերը։ Շնորհակալ։ Հետո մի պահ եկավ, որ կարծես թե փոքրիկ դադար էր, հա, ու մարդիկ սկսեցին խոսալ, քույրիկներն ամուսնացել են, դրա համար էլ այդ պրոյեկտը երկու քույրերի համատեղ երաժշտական նախագիծը կարծես թե ստոպ է եղել, ավարտվել է։ Կպատմեք մի փոքր այդ փուլի մասին, ինչ դադարի մասին էր խոսքը եւ ուր գնացին քույրերը այդ ընթացքում։ Քույրերը ոչ միտեղ չեն եղել։ Քույրերը լինելը որպես քույր միշտ էլ եղել ենք եւ կանք եւ մեկս մյուսի կյանքում ձեռքը մեկնած, պահած որպես ընտանիք։ Աշխատանքում է եղել այդ դադարը։ Այո։ Այնպես ստացվեց, զուգադիպեց իմ ամուսնությունը, հղիությունը եւ green card ունեինք, որ պետք է արդեն կողմնորոշվեինք կամ այստեղ ենք կամ այնտեղ ենք եւ պահ եկավ, որ ասում ես, լավ, մենք պետք է մի հատ փորձենք այլ ոլորտներ գրավելու, ինչ որ մի բան զրոյից սկսելու, ինչու՞ չէ։ Եվ մեր կոնտրակտը ավարտվել էր նախքին մեր արդեն պրոդյուսերների հետ։ Այդ ամենը զուգադիպեց եւ այնպես ստացվեց, որ ես մեկնեցի ամուսնուս Մարիայի հետ, երկրորդին ունեցանք Միացյալ Նահանգներում եւ պետք էր որ մնայինք այնտեղ, երեխաները մի փոքր մեծանային, մենք մեզ փորձեինք այնտեղ եւ հասկացանք, որ վերադառնում ենք, բավական երկար ժամանակ անցավ, մոտ 7 տարի, բայց Անուշը չէր դադարում այստեղ աշխատելուց։ Նա որպես երաժշտական պրոդյուսեր, որպես ստեղծագործող անձ, այստեղ ձայնագրեց հսկայական մի նախագիծ 14 ստեղծագործություն տարբեր կոմպոզիտորների հետ, դասական ոլորտում արդեն, մայստրո Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրվեց ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ մենք։ Ես ուղղակի 8 ամսական հղիությամբ արագ երգել եմ արցունքները աչքերիս եւ վերջի երգն էլ հենց Արմեն Մովսիսյանի Ձաքուք հոն է տունը մեր, պատկերացնում եք ես մեկնում եմ նահանգներ ու երգում եմ Ձաքուք հոն է տունը մեր ու չեմ կարողանում գնալ, այդ չափազանց դժվար էր ինձ համար եւ հուզիչ, ձայնագրվում եւ հաջորդ օրը մեկնում եմ նահանգներ, այդ նախագիծը կա եւ շուտով այդ նախագծից որոշ երգերով լինելու է հենց Վիեննայի սիմֆոնիկի հետ եւ մեր ֆիլհարմոնիկի հետ մեծ նախագիծ, որտեղ մենք կերգենք ոչ բոլորը, կերգենք մի քանի կատարումներ եւ կարծում եմ, որ պահը հասունացավ ի վերջո, երբ ես այստեղ եմ, երբ Անուշը գալիս է նահանգներից հիմա ինքն է այնտեղ, մենք միասին կաշխատենք եւ դա կարծես ինձ համար համենայն դեպս նոր սկիզբ է, արդեն որպես Ինգա Անուշ, նոր շունչ է, որ մենք պետք է մի լավ բան ներկայացնենք, այդ լավ բաները կան, ուղղակի իրենց ժամին էին սպասում։ Շատ լավ։ Ինգա, ինչ է ձեր կարոտի անունը։ Կարոտիս անունը հայրս է։ Եվ շատ հաճախ ես հիմա կներեք։ Սա կարող եք վերցնել։ Շնորհակալ եմ։ Իմ կարոտի անունն էլ այդ նույնն է։ Ես դա համար շատ լավ հասկացեք ես։ Ես մեր տան տղան եմ եղել միշտ։ Անուշ աղջիկներ եւ ես նույնիսկ փոքր ժամանակ տիկնիկներով չեմ խաղացել, ինձ հետաքրքիր էին մեքենաները, ծառ բարձրանալը, պապայիս հետ մեքենա սարքելը, չգիտեմ, ամեն ինչ, նույնիսկ հողի հետ աշխատանքը, նույնիսկ հիմք գցելը քարից ամառանոցում եւ հայրիկիս հետ շատ մտերիմ ընկերներ ենք եղել։ Եղել է անշուշտ այդ բարիերը, աղջիկ եւ տղամարդ, որ ամեն բան չեմ կարողացել կիսվել, բայց երբ հայրդ քեզ համար է տալոն է եւ դու նա շատ միշտ լրակյաց է եղել եւ շատ համեստ, չնայած շատերը վախեցել են իրենից, որովհետեւ հաղթանդամ տղամարդ է եղել եւ միշտ մեր կողքին, ուղղակի այսպես հայացքով, որ մեկը չասի, որ իրենց աղջիկների վերև ինչ որ ունք կա կամ ինչ որ մի բան ասի նույնիսկ մեր նա իր գործը թողեց, որպեսզի մեր կողքին լինի, ամենուր մեզ հետ է եղել եւ մայրս նույնպես բոլոր փորձերին, բոլոր ձայնագրություններին, բոլոր համերգներին մեզ հետ են եկել եւ ես համարում եմ, որ մեր հաջողությունը եղել է մեր
ընտանիքի մեջ, որտեվ մենք մի բռունցք ենք եղել միշտ։ Հորս լրակյաց առաջնորդությամբ երբևէ ձայնը չէինք լսի բարձր մեզ վրա։ Նույնիսկ եթե ասեր դուր չկար ինչ-որ մի բան ինչ ենք հագել, թեկուզ մի փոքր կարող է մի քիչ բաց լիներ, մի քիչ կարճ լիներ, դե ավանդապաշտ ընտանիքա, ավանդապահ։ Հայրս մամային կասեր, մի հատ գնա աղջիկներիդ ասա թող շորը փոխեն։ Եվ վերջ դա մեզ համար օրենք էր։ Ես պապայիս եմ շատ կարոտ։ Չնայած ասում են չի կարելի դրա մասին խոսել, ես կարոտ առնում եմ, երբ գնում եմ ամառանոց եւ շարունակում եմ իր գործը։ Ներողություն ենք խնդրում ձեզ հուզելու համար, ինչևէ սա մեր կյանքն է եւ մեր կյանքի մեջ կան կարոտներ։ Կան կարոտներ, որոնցով մենք ապրում ենք ու պիտի ապրենք այդ կարոտը միշտ մնալով, միշտ այլով մեր սրտի խորքում։ Ինգա եւս մեկ անգամ ներողություն ենք խնդրում ձեզ հուզելու համար, բայց քանի որ մեր տաղավարում այսօր լսում ենք ձեր կյանքի պատմությունը, նաեւ հուզառատ պահեր կլինեն այս ընթացքում։ Այո, կյանք է։ Շնորհակալ եմ, որ այս չափ անկեղծ եք եւ եւս մի գեղեցիկ հարց, եթե մի օր որոշեք ձեր կյանքի մասին գիրք գրել, ինչ վերնագիր կտաք այդ գրքին։ Դժվար է ասել։ Ինչ վերնագիր կտամ։ Այնպիսին, ինչպիսին կամ երևի։ Հրաշալի է։ Որտեվ թաքցնելու ոչինչ չունեմ։ Երբևէ կարող է լռեմ եւ համարում եմ, որ ամեն բան չէ, որ կարելի է հանրայնացնել, բայց երբևէ ոչինչից չեմ վախեցել, չեմ ամաչել եւ չեմ թաքցրել։ Այսինքն ես այդպես եմ դաստիարակվել, որ պիտի ապրես այնպես, որ բարձ երեսդ լինի եւ հանգիստ գլուխդ բարձին դնես գիշեր։ Եվ եւս մեկ հարց ու արդեն նորից կբացվի այս արկղը ու դուրս կգա արխից ձեզ ուղված նամակը։ Ում ինչ ունեք ասելու կամ միգուցե ինչ որ բան խոստովանելու։ Ժամանակն ու տեսախցիկները ձեր տրամադրության տակ են։ Ուզում եմ ստիպել ինձ, որպեսզի չհուզվեմ, բայց ես չափազանց շնորհակալ եմ եւ իմ անհաջողություններին եւ հաջողություններին, որովհետեւ անհաջողություններս ինձ կոփել են եւ ես այնպեսին եմ, ինչպեսին կամ հիմա այսօր։ Բոլոր ուսուցիչներիս եմ ուզում շնորհակալություն հայտնել, ովքեր ինձ բացի գիտելիքով իմ ամեն օրս կերտել են եւ կրկին կարծում եմ, որ ոչ միայն ուսումնարանում, կոնսերվատորիայում, այլ յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է յուրաքանչյուրիս կյանքում եւ կարծում եմ, որ մենք պատահական չենք հանդիպում յուրաքանչյուրին։ Շնորհակալ եմ բնականաբար ամենաառաջինը ինձ ստեղծողին եւ շնորհակալ եմ, որ ինձ երբեք չի թողնում ամենադժվար պահերին եւ ուրախ պահերին նույնպես։ Եվ միշտ զգացնել է տալիս, որ դա ես չեմ։ Մենք ընդհանրապես բոլորս գործիք ենք նրա ձեռքերում եւ ընդհանրապես այն մարդիկ ենք, ովքեր կարողանում ենք փոխանցել այն ինչ մեր ուսերին դրված է։ Ուրեմն մենք պետք է անենք դա։ Ես շնորհակալ եմ նրա համար, որ ծնվել եմ հենց այն ընտանիքում, որտեղ ծնվել եմ։ Իմ հորս, մորս, քրոջս, իմ հարազատներին, մորաքրոջս եւ ես միշտ ասում եմ, ես ոչինչ չէի կարողանա անել, եթե չունենայի բանակ իմ մեջքի հետևին։ Մենք առհասարակ մենակ մարդը ոչ մեկի պետք չի։ Մարդը ուժեղ է իր հարազատներով, իր ընկերներով, իր գաղափարներով, իր արժեհամակարգով, բայց այդ ամենը կամաց է գալիս։ Եվ դու ընկալում ես այդ իրականությունը, որ դու ընդհանրապես մի փոշու հատիկ ես այս աշխարհում տարիներ հետո, երբ այլ հայացք ես նետում, թե ովքեր են քո կողքին եւ ով ես դու, եւ ամենակարևորը կարողանալ պահել իսկապես մաքուր սրտով մարդկանց քո կողքին, որովհետեւ ցավոք մեր օրերում չարը շատ է
եւ յուրաքանչյուրի համար ոչ թե մենք պետք է պայքարենք մեկս մյուսի նկատմամբ, այլ մենք ինքներս մեզ հետ պետք է պայքարենք, որպեսզի հաղթահարենք այդ անարդարությունը։ Եթե անարդար է, եթե դու կարծում ես, որ անարդար է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, դա դասն է, որը դու անցնում ես քեզ համար։ Ինգա ես հիացած եմ։ Ես անկեղծ շատ շնորհակալ եմ, ես դուք խոսում եք այսպես մտքից մեջ գրի եմ առնում շատ խոսքեր, որոնք որ դուք հնչեցնում եք ու կարծես թե կյանքի աֆորիզմներ լինեն։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը եւ իմ երախտիկի խոսքը ձեզ փոխանցել եւ նրա համար, որ դուք որակյալ արտիստ եք, շատ լավ երգչուհի եւ դուք եւ ձեր քույրը եւ նաեւ այսօր բացահայտեցի ձեր լավ մարդ լինելը, ձեր լավ տեսակը, ձեր ուղիղ տեսակը, ձեր բարի եւ կամեցող ու նաեւ նվիրվող տեսակը։ Ես ուզում եմ, որ ձեր կյանքում միշտ արևոտ ու տաք եղանակներ լինեն, որ կյանքի փոթորիկները երբեք ձեզ չմոտենան, որ դուք չմրսեք կյանքի քամիներից, որ ձեզ միշտ ջերմացնեն կյանքի արևավառ տրամադրություններն ու եղանակները։ Եվ իհարկե այս հետաքրքիր նոտայի վրա էլ կբացվի նորից այս արկղը, դուրս կգա նորից այս ծրարը, Նորից ուզելու եք ինձ։ Եվ իհարկե նամակը կփոխանցեն ձեզ ինգա։ Ես լացկան չեմ, գիտեք, առհասարակ ես շատ քիչ եմ հուզում, ինձ միշտ Ինգա մեր տաղավարում ինչ-որ էներգետիկ դաշտ կա, անկեղծ պիտի լինեմ ու բոլորն են այստեղ ուզում։ Չգիտեմ։ Կարծում եմ դուք նաև ունեք լավ աշխատակիցներ, ովքեր շատ լավ համագործակցում են մեր հարազատների հետ եւ նուրբ լարերը հասկանում են որտեղ են եւ մարդուն կարողանում են բացել եւ բացահայտել։ Ես պետք է կարդալ հիմա։ Բարձրաձայն եւ վերջում գուշակենք ով է նամակի հեղինակը։ Եթե չկրահեք, ես ձեզ անպայման կհուշեմ։ Գրում եմ ձեզ, քանի որ ոչ միայն ձեր տաղանդի երկրպագուն եմ, այլ նաև ձեր մարդ տեսակի գնահատողը։ Առիթ եմ ունեցել անձամբ շփվել ձեզ հետ եւ ճանաչել ձեզ։ Նախ եւ առաջ կուզեի բնութագրել ձեզ իբրև երգչուհի, հզոր, թավ ձայնով եւ արտիստիկ փայլուն տվյալներով, տարբեր ոճերում ճկուն ու ներդաշնակ։ Աշխատանքի մեջ հեշտ ու հարմարվող, սիրալիր եւ հարգալից բոլորի հետ։ Շնորհակալություն։ Ձեր մարդկային որակներից խոսելիս պետք է նշեմ, որ հասկացող, կարեկցող, օգնող, հասնող ընկերներին ու հարազատներին նվիրված համեստ ու վստահելի անձնավորություն է։ Անչափ շնորհակալ եմ։ Ով է։ Վերջ։ Օժտված եք նաև առաջնորդի կարևորագույն որակներով։ Եռանդուն, ակտիվ, բանիմաց, խոհեմ եւ գթասիրտ եք։ Երանելի ոսկե ձկնիկ եք ինձ համար, փաստորեն գիտեք, որ ես ձկնիկ եմ նաև, ինչպես եւ ես ձեզ համար։ Ոսկե ձկնիկ եք ինձ համար, ինչպես եւ ես ձեզ համար։ Ես մի երկու տարբերակ քննարկենք ու ես ձեզ արդեն կասեմ ով է նամակի հեղինակը։ Ասեմ, որ ձեզ հարազատ մարդ եմ, ազգական։ Կին է։ Կին է, մի րոպե։ Աղջիկս ձկնիկ է, քերակինս ձկնիկ է։ Ես ձկնիկ եմ։ Մորաքույրս ձկնիկ է։ Մորաքույրս։ Մանուկյան Ռուզաննա։ Այո, մորաքույրս։ Մի անգամից կռայեցիք, ձեր մորաքրոջ խոսքերն են այս նամակի մեջ։ Շնորհակալ եմ, ես սա կպահեմ, կարելի է ձեզ չվերադարձնել։ Իհարկե դա ձերն է։ Ռուզաննա ջան, շնորհակալ ենք ձեզ, որ մեր տաղավար եք ուղարկել ձեր նամակը, որը եկավ եւ հասավ իր հասցեատիր օջը։ Եվ շատ գեղեցիկ խոսքեր է ու իդեպ ինգա մենք միշտ մեր հյուրերին նամակ գրող մարդկանց խնդրում ենք, որպեսզի նրանք ուղիղ տեքստով չներկայանացնեն նամակը, որպեսզի փորձի մեր հյուրը կռահել թե ով է նամակի հեղինակը։ Այս դեպքում ձեր մորաքույրը առաջադրանքը շատ ճիշտ էր կատարել, բայց նաև խնդրում ենք, որպեսզի նամակի մեջ հուշող որևէ տողեր թողնեն, որը կհեշտացնի արդեն հասկանալ թե ով է նամակի հեղինակը։ Բայց բրավո, դուք մի անգամ։ Մորաքույրս իմ երկրորդ մայրն է, ամեն հարցում մեր կողքին, ամեն կերպ մեզ օգնող, հասնող եւ ամենամտերիմ մարդկանցից մեկն է։ Եվ ասացի, որ բանակ ունեմ, չէ՞։ Այո։ Այ։ Բանակում առաջին գոտում հենց նա է կանգնած, այնպես որ ես իսկապես երջանիկ մարդ եմ հիմա եւ միշտ, որ ունեմ
իմ մտերիմներին, հարազատներին եւ իմ ընկերներին եւ անչափ շնորհակալ եմ նման էմոցիաներ փոխանցելու, արթնացնելու, հուզելու, ամեն մարդ չի կարող հուզել։ Եվ ամեն մարդու տված չէ այդ մենաշնորհը։ Շնորհակալ եմ ձեզ ձեր աշխատանքի համար, ձեր թիմին եմ շնորհակալ աղջիկներին, որ կազմակերպեցիք այս ամենը։ Ես չէի սպասում ճիշտն ասած, գալիս էի հյուր եւ ասում հետաքրքիր է ինչ են մտածել։ Եվ շատ անսպասելի էր եւ ես բոլորին գրկում եմ եւ համբուրում եմ եւ շնորհակալ եմ, որ միշտ կաք իմ կյանքում։ Մենք էլ շնորհակալ ենք, որ մեր տաղավարը լցվել է ձեր գեղեցկությամբ, ձեր անկեղծ զրույցով եւ ձեր արևոտ տրամադրությամբ։ Ինգա պիտի խնդրեմ, որ վերջում մի փոքր ինչ-որ մի բան երգեք։ Մեր հեռուստադիտողը հաստատ ասելու է, Արայիկ ջան, բա ինչի վերջում չասեցիք մի կտոր գոնե մի բան երգեր։ Իրականում շատ մեծ խնդրանքով դիմում ենք ձեզ։ Երգեք մեզ համար։ Լավ, սիրով։ Մտածում եմ ինչ երգեմ։ Եկեք փոքրիկ անակնկալ անենք։ Եկեք։ Պորտուգալերեն երգենք։ Բացահայտում եւ բրավո։ Foi por vontade de Deus que eu vivo nesta ansiedade, que todos os dias são meus, que toda minha saudade foi por vontade de Deus que estranha forma da vida taiaste a meu coração. Ni de vidas perdi, mas amei tu sagrado coração independente. Փոքրիկ հատված։ Բրավո, Ինգա, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Միշտ ժպտացեք, եղեք երջանիկ եւ թող որ կյանքը ձեզ այսպես գրկաբաց շարունակի ընդունել եւ ձեր կյանքի ճանապարհներին ոչ մի արգելք ու խոչընդոտներ թող չլինեն։ Շատ շնորհակալ եմ Ինգա, իրականում ստացված ու գեղեցիկ զրույց էր։ Ես եմ անչափ շնորհակալ։ Սելի հեռուստադիտող, այսպիսին էր սիրված երգչուհի մեր շատ սիրելի Ինգա Արշակյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովան եք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով եւ կյանքի պատմությամբ։